Այո, հիմա ձեզ ներկայացնեմ այն թվերը, որը ես խոստացել եմ անցյալ անգամ, սրանք վերցված են բաց մամուլից, այսպես ասած, իրենց տվյալներն են, եւ եկեք հասկանանք այդ տեսակետից այս տնտեսական իրավիճակը մեր երկրի որն է։ Ուրեմն շատ պարզ բաներ են, ուշադիր լսեք, կարող եք գրիչ թուղթ վերցնել եւ սա նույնպես ձեզ մոտ ներկայացնենք։ Ուրեմն 25 թվականի դեկտեմբեր տարվա վերջ մեր ուրեմն պետական պարտքը կազմել է 14 միլիարդ 531 միլիոն դոլար։ Իրենց կառավարման օրոք առնվազն 7 միլիարդով ավելացել է։ Եթե որևէ մեկը մեզ ասի, թե 7 միլիարդից մենք ինչ օգուտ ենք ստացել, ես շատ շնորհակալ կլինեմ իրեն, բայց որովհետև այդ 7 միլիարդը չի տեղափոխվել նոր ձեռնարկություն կառուցելու, նոր ուղղություններ զարգացնելու, Հայաստանի Հանրապետության վարկը բարձրացնելու եւ այլն, մենք այստեղ որևէ ուրեմն օգուտի մասին խոսել չենք կարող։ Հաջորդ թիվը այս պարտքը հնայի հարաբերակցության առումով 47% է կազմում, որը ոչ լավ է, ոչ վատ, բայց հարցը նրանում է, նորից եմ գալիս այդ կարծիքին, թե այդ դեպքում այդ 7 միլիարդը, եթե մենք օգտագործել ենք, որպեսզի մեր տնտեսության վիճակը բարելավենք, ուր է գնացել, եթե պարտքի հարաբերակցությունը հնայի հետ բարձրացել է մինչև 47.3%։ 25 թվականի այսա կարևորագույն հարց 25 թվականին այդ պետական պարտքի սպասարկման համար պատկերացրեք, պատրաստ եք, օգտագործվել է 940 միլիոն դոլար, համարյա 1 միլիարդ դոլար, մենք հենց այնպես տվել ենք այդ տոկոսները մարելու համար, ոչ թե մայր գումարը, այլ միայն տոկոսների մարելու համար 940 միլիոն դոլար, հեշտ եք ասում, և էլի նորից եմ կրկնում, էդ են պարագայում, որ այս ամբողջը չի եկել որպես շահույթ, որպեսզի դուք դրանով մարեք, տեսեք ինչ է կատարվում, 26 թվականի հունվարին, այս կառավարությունը վերցնում է 100 միլիոն եվրո պարտք, ես որքան ուղղակի առերևույթ պատկերացնում եմ, որ սա գնացել է նրա համար, որպեսզի այն 10,000 դրամները, որ թոշակառուներին պետք է տար, այս գումարից գնա, որովհետև բյուջեում նախատեսված չէր այդ գումարը։ Սա շատ պարզ բան է։ Եթե բյուջեում չկա, դու որտեղից վերցեցիր այդ առելի գումարը, որպեսզի ավելացնես 10,000 դրամով։ Գնացել է 100 միլիոն եվրո վերցրել է պարտք, ավելացրել է մեր պարտքը։ Դա էլ բավարար չի։ Ինքը նույն հունվարին բյուջեն համալրելու համար վերցրել է 170 միլիոն 300 հազար եվրո համաշխարհային բանկից։ Համաշխարհային բանկը առանց տոկոսի որևէ գումար չի տրամադրել երբևիցե Հայաստանին։ Հիմա նույնը պետք է հասկանալ, իսկ ինչ ուրեմն տոկոսադրույքով է տրված եւ ընդհանրապես արդեն իսկ մենք մի ամսվա մեջ ունեցանք 270 միլիոնից ավելացած պետական պարտք, սա էլ բավարար չի։ 26 թվականի բյուջեի ուրեմն պակասորթը, որը կազմել է էլի ուշադիր 1 միլիարդ 263 միլիոն եվրո, դուք հասկանում եք, պակասորթը, դեֆիցիտը, այսինքն իրենք պլանավորել են արդեն 1 միլիարդից ավել ուրեմն պակասորթ բյուջեում, որը պետք է փակվի, ըստ տրամաբանությամբ, ոնց պիտի փակվի, եթե դուք էլի նորից չունեք ոչ մի այդպիսի նոր ներդրումային ծրագրեր, դուք չունեք նոր ձեռնարկություններ, որոնք ձեզ հարկեր ավելացնեն, մուծեն, ուրեմն գնում են այն հիմնական իրեն ճանապարհով, որ բաց են թողնելու պետական արժեթղթեր, այսինքն օբլիգացիա այսպես կոչված, որը նույնպես այն որ ձեռք բերեց, տոկոս է ստանում դրանից եւ համապատասխան ժամանակին հետ վերադարձնելով, այսինքն ավելացնում են նորից մեր պարտքը
եթե այստեղ պակասորթը եղել է 1 միլիարդ 263 միլիոն եվրո, ուրեմն պատկերացրեք, որ առնվազն 1 միլիարդով էլ պետք է ավելանա մեր պետական պարտքը։ Այս ճանապարհով ուզում եք երկիր պահեք, եւ էսենց էլ նստում գլուխ եք գովում, թե մենք էս արեցինք, ծաղիկը 1000 հատով ավել ուղարկեցինք, երբ որ անցյալ տարի միլիոն հատ էին ուղարկում։ Կամ չգիտեմ, այսինչ երկրում այսքան վարդ վաճառվեց, կամ չգիտեմ, այսքան ծիրանը 3000 տոննա գնաց, երբ որ 300,000 տոննաների մասին էր խոսքը գնում։ Ուրեմն տեսեք, մի թիվել եմ անպայման ուզում բերեմ, որտեղից են նաև քերում մեր ժողովրդից այդ գումարները։ Մենակ մի կոնկրետ օրինակ։ 790,000 վարորդ, 790,000 վարորդ։ Տուգանքները վճարել է իրենց գլուխ են գովացել 20 կամ 30% պակաս։ Բայց ոչ չի նշված, թե իսկ որքանն են, որ վճարել են ամբողջ գումարը, հələ մի բան էլ հավելյալ, երբ որ գալիս է այսպես կոչված հավելյալ վճարը։ Ուրեմն առնվազն, եթե տենց ենք վերցնում, մենք ունենք 1 միլիոն, առնվազն 1 միլիոն, ուրեմն տուգանքներ վճարող վարորդներ։ Մեկը հարցնի, այս ինչ է ամբողջ, ուրեմն վարորդական աշխարհը Հայաստանի միայն ու միայն փորձում է անպայման ամեն ինչը օրենքին հակառականի։ Հիմա անցնենք ավելի կարևոր նաև հարցին։ Հա խոսում են Ռուսաստանից կախման մասին։ Այ Ռուսաստանը կախված ենք մենք նրանից, պետք է դիվերսիֆիկացիա անենք, այս անենք, այն անենք եւ այլն։ Շատ լավ։ Հիմա եթե պատկերացնենք դուք կախված եք Ռուսաստանից, դրանից օգուտ եք ստացել, թե վնաս եք ստացել։ Եթե դուք վնաս եք ստացել, հասկանալի է, որ այդպիսի ուրեմն կախումից պետք է հրաժարվել։ Բայց եթե դուք անընդհատ ստացել եք օգուտ, դուք ինչ եք բողոքում, ինչ եք ուզում հրաժարվել դրանից։ Հիմա կոնկրետ թվերը, էլի նորից թվերը։ Ուրեմն Ռուսաստանից 4.2 միլիարդ դոլարի ներդրում էներգակիրների տեսքով, այսինքն այն ինչ որ գալիս է Հայաստան, շուկայականից անհամեմատ ցածր գներով է գալիս։ Հենց կախում է, թե օգուտ է։ Այսինքն դուք եթե պետք է գնաք ավելի թանկ գնեք, որպեսզի հանգարց այսպես կոչված կախումից հրաժարվեք, դա ավելի լավ է։ Հաջորդը ուրեմն 71% էներգակիրների, 71% ընդհանուր տվից ստացվում է Ռուսաստանից։ Արդեն ասեցի, անհամեմատ ավելի էժան գներով եւ որևէ ձևով դա արտահայտված չի, որ որևէ այլ տեղից եթե իրենք գնում են, մի ցենտով ավելի պակաս են գնելու։ Հակառակը շատ ավելի բարձր գներով։ Ցորենի ուրեմն խմբականակը 38% գալիս է Ռուսաստանից։ Հիմա հարց է առաջ գալիս, դուք արդեն ունեք փոխարինող, դուք արդեն գիտեք, թե որտեղից պետք է գնեք, հենց հիմա, դրանով եք զբաղված, եւ նա ավելի էժան է ձեզ տալու է տրամադրելու։ Հաջորդ թիվը, ուրեմն առևտրաշրջանառությունը 25 թվականին Ռուսաստանի հետ կազմել է 36%, Եվրամիության հետ ընդամենը 10%։ Բայց որ Եվրամիությունը այդքան լավն է, այդքան բարի է, այդ ինչի չի մեր ապրանքները վերցնում, որ այդ ինչի չի գալիս ասի, վայ հայ ժողովուրդ, եկեք դուք ինձ վաճառեք, ոչ թե Ռուսաստանին, տվեք ինձ, ես անհամեմատ ավելի բարձր գներով ձեզնից կգնեմ։ Ուր է։ Եկա ֆոն դեր Լայենը ձեզ ինչ որ մի բան ասեց, հետո շարունակություն կա, 2.5 միլիարդ եվրո պետք է տրամադրեին Հայաստանին, տվեցին։ ԵԱՏՄ-ի կազմում լինելու ընթացքում մի հատ լավ ուշադիր լսեք։ Ինչպիսի օգուտներ ենք մենք ստացել։ Հիմա ես ինչի եմ սա անընդհատ շեշտում։ Նորից եմ կրկնում, եթե Ռուսաստանը մեզ որպես, չգիտեմ,
ինքը թալան էր ուզում աներ, չգիտեմ, մեզնից օգտվեր եւ այլն, ինքը անհամատ ավելի վատ պայմաններ պիտի դներ մեր առաջ։ Հիմա տեսեք ինչ վիճակ է։ Հնայի մեկ շնչի հաշվով 15 թվականին, 2015 թվականին մեզ մոտ $3,700 էր կազմում այդ մեկ շնչին։ 25 թվականին 9,500 2.5 անգամ ավելի շատ։ Այդ որովհետև դու գիաթը մեկ կազմում եք։ Հաջորդը առևտրաշրջանառությունը, եթե 15 թվականին եղել է 1 միլիարդ 200 միլիոն դոլար, ապա 25 թվականին 11 միլիարդ դոլար։ 10 անգամ բարձրացել է այդ գինը։ 10 անգամ ավելացել է։ Նույնի գյումրեցու ասած էդիկ լավ է թե վատ։ Վերջով մենք ինչն ենք ուզում, որպեսզի մեր արդյունաբերությունը, մեր տնտեսությունը, մեր գյուղատնտեսությունը, մեր գիտությունը անհամատ ավելի լավ զարգանան եւ այդ պարագայում մենք ունենանք հնարավորություն աճ ապահովելու։ Սրա մասին է խոսքը եւ այս ամբողջը ես հատուկ վերեցի նրա համար, որպեսզի հասկանանք երկիրը եւ ժողովուրդը այն ինչ որ իրեն բարիք է բերում, այն ինչ որ ավելի լավ պայմաններ է ստեղծում, չպետք է փոխարինի ինչ որ մի ուրիշ բանով, որը անհայտ է այսօրվա դրությամբ, առավել եւս որ չպետք է կտրվի այն ուրեմն դաշնակցից, որը առ այսօր միայն նորից եմ կրկնում օգուտներ է տալիս մեր երկրին, մեր պետությանը, մեր տնտեսությանը։ Դե եթե դուք գիտեք չէ իր բնավորությունը, եթե ինչ-որ մի հատ լուրջ պայմանավորվածություն ունենար, որից գլուխ գովար, կասեր էլի։ Ինչ պիտի պայմանավորվեր, որ հիմա գաղտնիք լինի չասի։ Խոսքը գնում է նրա մասին առաջին հերթին թողնելու են մեր ուրեմն գյուղատնտեսական ապրանքները եւ ալկոհոլը։ Իմիջիալոց այդ առումով ասեմ ձեզ 98% ալկոհոլի Հայաստանի իրացվել է Ռուսաստանի շուկայում։ Հիմա լավ մի պատկերացրեք, այդ նույն ալկոհոլը կարող է պատահի Եվրոպան այդպիսի քանակությամբ կամ այդպիսի հաճույքով ընդունի, հա? Հրաժարվի ֆրանսիական, իսպանական, իտալական գինիներից, որպեսզի հայկական գինի առնի, կամ ֆրանսիական կոնյակից, կամ չգիտեմ, այլ ուրեմն վիսկից եւ այլն, որպեսզի հայերին ավելի լավ արտոնյալ պայմաններ ստեղծի, որտեղ եք տեսել այդպիսի բան։ Դրա համար հիմա հարցը գալիս է հետևյալը. Ռուսաստանը լավ է անում թե վատ է անում, սա ես չեմ քննարկում։ Շատ պարզ պատճառով, որովհետև այն ինչ որ մեր հարաբերությունները փչացրել ենք մենք, դա միանշանակ է։ Եթե կարողանար վերականգնել, կասեին արդեն եկեք բերեք, բացվել են ռուսական շուկան։ Շատ պարզ բան է։ Հարցը շատ պարզ է, չէ՞, եթե պայմանավորվածությունները կան, ապա ռուսական շուկան արդեն պիտի բաց լիներ հայկական ապրանքի համար։ Բաց չի, չէ՞։ Տեսեք ինչ է կատարվում, այո, քաղաքական կոնտեքստ կա, որոշակի բանկեր, հայկական բանկեր այլևս չեն ընդունում ռուսական ռուբլին, որովհետև հիմա եթե առևտուր չկա եւ համապատասխան առևտրաշրջանառություն չկա, ռուբլու մասսան պահել այստեղ արդեն անիմաստ է դարձել։ Ինչին է դա բերելու տրանսֆերները, որոնք որ գալիս են ռուբլով, ուրեմն անհամատ ավելի պակասելու են, անհամատ ավելի պակաս է գալու եւ գումար եւ մարդկանց ուրեմն բարեկեցությունը շատ ավելի արագ խաթարվելու է, որովհետեւ այլ տեղից հայերը այդպիսի քանակությամբ գումար չեն փոխանցում իրենց հայրենիք, իրենց ընտանիքները պահելու համար։ Չկա այդպիսի բան, համեմատեք Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Ռուսաստան։ Այս է հիմնական օջախները, որտեղից գալիս են համապատասխան ուրեմն տրանսֆերները։ Մի քանի անգամ ավելի շատ գալիս է Ռուսաստանից եւ մի քանի անգամ պակաս գալիս է, ասենք, Միացյալ Նահանգներից։ Շատ ավելի նվաստ թվերով։ Եթե Ռուսաստանից գալիս է խոշոր գումար, Միացյալ Նահանգների ուրեմն մեր հայրենակիցները
նո 100, 200, 300 դոլարի սահմաններում։ Էս է ամբողջ իրավիճակը։ Եւ այսպես շարունակությունը ինքներդ հասկացեք, թե ինչին է բերելու, բայց ես մի հարցին նույնպես ուզում եմ անպայման անդրադառնանք։ Այն ինչ որ կապված է արդեն աշխարհաքաղաքական այս process